Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Դատավորը կողմ էր մահապատժին, դահիճը պատրաստվեց և Տեր Հիսուսին հանձնեցին իր թշնամիներին։ Նրանք ծաղրեցին նրան, հարվածեցին Աստծո որդու դեմքին և ծեծեցին նրան։ Ծեծը մեզ հիշեցնում է պատժի մասին, Հիսուսը դրան արժանի չէր, նա երբեք մեղք չգործեց, այնուամենայնիվ նա մահապատժի ենթարկվեց ամենասարսափելի ձևով։ Արյունահոսող մեջքին դրված ծանր փայտե խաչը նա տարավ Երուսաղեմի փողոցներով։ Քաղաքից դուրս Գողգոթա կոչվող բլրի վրա դաժան զինվորները նրան գամեցին խաչին երկու հանցագործների միջև, մեկը նրա ձախ կողմում, իսկ մյուսը աջ։ Խաչի վրա մեռնելը սարսափելի էր։ Հիսուսը գլխացավեր ուներ, սարսափելի ծարավ էր և շունչը կտրվում էր։ Բացի այդ, նրա թշնամիները ծաղրում էին նրան։ Հեյ, եթե դու իրոք Աստծո որդին ես, ուրեմն իջիր խաչից։ Եթե դու հրեաների թագավորն ես, ապա փրկիր քեզ։ Եթե Հիսուսն ուզեր փրկել ինքն իրեն, նա երկնքից երկիր չէր գա։ Նա հենց այդ նպատակով էր եկել, որ փրկի մեզ, քանի որ նա սիրում է մեզ։ Հիսուսը նույնիսկ իր թշնամիներին է սիրում։ Հայր, ների՛ր նրանց, քանի որ չգիտեն, թե ինչ են անում։ Պատկերացրու, 3 խաչ, Հիսուսը մեջտեղում, իսկ աջ և ձախ կողմերում հանցագործներ են խաչված։ Չի թվում, որ կարծես նա իր ձեռքերը պարզել է դեպի այդ երկու մեղավորները։ Դու ես այդ խոստացված փրկիչը, ուրեմն ինքդ քեզ փրկիր։ Լռիր, մոռացել ես Աստծուն։ Մենք մեր արածի համար մեղավոր ենք և պատժի ենք արժանի, բայց նա ոչ մի սխալ բան չի արել։ Տեր Հիսուս, խնդրում եմ, հիշիր ինձ, երբ թագավորությունովդ գաս։ Ասում եմ քեզ, այսօր դու ինձ հետ դրախտում կլինես։ Հանցագործներից մեկը խոստովանեց իր մեղքը, դրա համար էլ կարողացավ գնալ երկինք։ Նա ճիշտ էր, մենք բոլորս մեղավոր ենք, բայց Հիսուսը ներում է, և նրա ձեռքերը միշտ դեպի մեղավորներն են ուղղված։ Մեկ անգամ ևս պատկերացրու այն 3 խաչերը, Հիսուսը մեջտեղում, նրա աջ և ձախ կողմերում հանցագործներ են խաչված։ Մեկը հավատաց Հիսուսին, իսկ մյուսը ծաղրեց նրան։ Մեկը փրկվեց, մյուսը կործանվեց։ Որ կողմում ես դու կանգնած։ Հիսուսն այսօր իր ձեռքերը դեպի քեզ է մեկնում։ Նրա սերն ավելի մեծ է, քան քո մեղքը։ Մեզ հետ կարող ես կապվել hypocrite@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIGmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է Եվնիկեն։